Սահմանին պայքարը զենքով էր, երկրում ազգային երկու պարով։ Երգում էր հայտնի համույթներում, հիմնում նորերը։ Գետաշենի արծիվը Թաթուլ Կրպեյանը ծնվել է 1965-ի ապրիլի 21-ին Թալինի շրջանի Արեգ գյուղում։ Նրա նախնիները գաղթել են Կարսից, ապա Նախիջևանից։ Ամուր թելերով էր կապված սեփական արմատներին, ինքնաճանաչ էր, հայրենատեր։ Ուշքն ու միտքը Գետաշենն էր, ամբողջ Արցախ աշխարհը։ Մենք ապրում ենք, որպեսզի ապրենք, երկար գոյատևենք, որպեսզի մեր շունչը խառնենք ամբողջ հայքի ես հովին, քամիներին ու գնանք հասնենք դեպի Մարսիսներ առնենք։ Երևանի պետական համալսարանում սովորելու տարիներին հիմնեց ազգային երկուպարի համույթ, որը կոչեց Կարս։ Հավաքագրեց ու մոռացությունից փրկեց ժողովրդական ազգային ազատագրական պայքարին նվիրված բազում երգեր ու պարեր։ Պատմության ֆակուլտետի ուսանողը Արցախյան շարժման առաջին օրվանից մասնակցեց ու կազմակերպեց ուսանողական ցույցեր ու երթեր։ Արդեն 4-րդ կուրսում կիսատ թողնելով ուսումը մեկնեց Գետաշեն որպես պատմության ուսուցիչ։ Այնուհետև դարձավ պայքարի խորհրդանիշ, ղեկավարում էր Գետաշենի ինքնապաշտպանությունը ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի եւ ռուսական բանակի։ Ինչու եք վախենում մահից։ Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու։ Հողի, ազգի համար։ Ես ոչ մի անգամ չեմ գնա Երևանի օդանավականում իջնեմ ու ասեմ Գետաշենը հանձնեցի։ Ես այստեղ կմեռնեմ։ Այդ բանը չեմ անի։ Մարտի դաշտում մնաց 9 ամիս անջնջելի հետք թողնելով պատմության էջերում։ Զոհվեց 1991-ի ապրիլի 30-ին օղակ ռազմական գործողության ժամանակ 26 տարեկանում։ Թաթուլը հաճախ է կրկնել, որ Գետաշենը կդատարկվի միայն իր դիակի վրայով։ Վերջին անգամ Երևանում գտնված ժամանակ էլ ասել է. «Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն»։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։